Հայաստանը զբոսաշրջային գրավչության խնդիր չունի, տուրիստական փաթեթավորումը գրավիչ չէ։ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը անհրաժեշտ է համարում Հայաստանի վերաբերյալ հետաքրքիր պատմություններով հեղեղել համաշխարհային մեդիադաշտը։ Մենք նաև չենք փաթեթավորում մեր տուրիստական արտադրանքը, այսինքն մեր արդյունքը։ Երբ խոսում ենք, ասենք, երթուղիների մասին, դրանք ընդհանրապես երթուղիներ են։ Մենք չենք համեմում դրանց հետաքրքիր պատմություններով։ Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային իմիջի ձևավորման, տուրիզմի զարգացման գործում Սփյուռքի նախարարն ապավինում է տուրիստական գործունեությամբ զբաղվող սփյուռքահայերի օգնությանը։ Զբոսաշրջիկների 80%-ից ավելի դրանք սփյուռքահայերն են։ Մենք կարող ենք ուժեղացնել ձեր կապերը Սփյուռքում գործող մեր տուրիստական օպերատորների, կառույցների, կազմակերպությունների հետ։ Զբոսաշրջիկին երկիր բերելու համար կարևոր է Հայաստանը ներկայացնել թիրախավորված։ Կոնկրետ օրինակ ռուս զբոսաշրջիկին ինչն է հետաքրքրում Հայաստանում, Արևմտյան Եվրոպայի զբոսաշրջիկին ինչն է հետաքրքրում Հայաստանում, որպեսզի ներկայացնենք ոչ թե հումքը կամ այն ամենը, ինչ որ մենք ունենք, այլ ամեն շուկային ներկայացնենք ըստ նրա հետաքրքրությունների։ 2016-ին Հայաստան է այցելել 2.867.000 մարդ, նրանցից 1.260.000-ը զբոսաշրջիկներ են։ 2015-ի համեմատ արձանագրվել է գրեթե 6% աճ։ Այդ աճն ապահովել են Իրանից, Ռուսաստանից, Արաբական թերակղզու պետություններից, Չինաստանից, Եվրոպայից, նույնիսկ Ինդոնեզիայից, Կոլումբիայից ու Ֆիլիպիններից ժամանած հյուրերը։ 2017-ի ջանքերն ուղղվելու են յուրաքանչյուր զբոսաշրջիկի գոհացնելու գործին։ Տուրիզմի ոսկե կանոնն է՝ զբոսաշրջիկը կենդանի գովազդ է։ Լիանա Կարապետյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։